սուբյեկտ կա, որ կարա դրա պատասխանը տա։ Դա առաջին իրավապահ մարմինները։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ կա, ես վստահ եմ իրանց գործ։ Եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, արձագանքել։ Երկրորդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնահատականը կա։ Երրորդ սուբյեկտը չէ, ինչպես նայեք արգելի ասեց, որ ինչ-որ խախտում չի, լսեք, ես գիտեի չէ, որ եթե Արմյանից էի կարծում, Սուսինիկարյանից էի կարծում, ես գիտեի չէ, որ մոտենալու ես կարայի չէ, վաղը գայի, իրիկ ու ուժ գայի, կամ տեսապելից, ես թողում եմ ես անհատատ բինկոքի խոսապտատի դեպքում, այն մենաջան։ Ես եմ չգիտեմ ինչ ժամանակություն ես ձեզ պատասխանեցի, հերիքա, դուք դաշտոնյա եք, դուք ազգային ժողովի նախագահ եք, հերիքա կլինի ես իմ պատասխանը տամ, իսկ դուք ձեր զսպվածությունը, դուք ձեր գնահատականը, ձեր զսպվածության, ձեր մեր հետ շփվելու գնահատականը տեսել եք, ես հերիքա այդ դեմ տակ և համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, ամեն ինչ բանալ չի լինելու, ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, մեր, չգիտեմ, օրենքի նկատմամբ հարգանքին, որևիցե մեկը թող չխաբնվի ու կրկնում եմ, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանքեր, այդ կուսակցության, չգիտեմ անունը, ես իմ տեսեք նույնիսկ անունը չգիտեմ, կազմակերպված, հանգստացի հետ 3 օրդ կասես, մի մոռացեք, բանան, 3 օր էր, ես քեզ կհիշեցնեմ, ուրեմն իրանք կազմակերպել են եւ տեղի ունեցել են, ինչ-որ տեղի ունեցել, այլ բանակ չկա ասում, գալա գնամ քաղաք, մի րոպե, մի հատ տենանք 3 օր ինչ ասում, հետո ասում, անպայման քո հարցին կպատասխանեմ, 3 օր է 3 օրը ծնողները ազգային ժողովի հենց դիմաց են, մուտքի մոտ ձեզ են պահանջում, ավելի ձեզ անգամ գրություն են өгում։ Ինչու հենց 3, ձեզ չէի զեկուցել ձեր աշխատակիցներ այսքան թիկնազորը, ես մտածում եմ ավելի բարձր։ Կարող եք եզրակացնել, որ դուք հատուկ այդ օրը ոտքը որոշեցիք իջնել եւ անձամբ սադրել։ Չեք կարող, որովհետև նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել, երբ որ ժամանակին ես ձեզ չեմ ընդհատել, չէ, ես ձեզ չեմ ընդհատել, կարող եմ պատասխանեմ ձեր հարցին։ Երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրանից իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ կողմ կանգնեք, գնալ ինձ տեսնել։ Անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել են։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր պատգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի է վերջացնել։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին բան։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցազրույցը։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի է, որտեղ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանում է նրանում, որ ես ընդհանուր չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանուր եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ ածել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց։ Եվ հիշում եք, որ այդ պատին աղաց ես դեմ շտակ ես հանրային պաշտոններ եք եւ այլն, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ դուք ավելի
հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ Ընդհանրապես նույնաբովանդակ։ Ընդհանրապես նույնաբովանդակ։ Ավարտեցիք, ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող են, քան կարա լինել։ Եվ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատական ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կտա հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ դա նույնպես SMS-ով եկած հարցա, թե ձեր Ես շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր երևաց, որ ժողովուրդը օրաթերթի SMS-ով ուղարկել է նյութ, որ դուք տեղադրեք։ Դուք ձեր որակը դուք գնացեք, դուք եք SMS-ով հայրանքով ձեր գործունեությունը իրականացնում։ Թքում եք քաղաքացու վրա անպատիժ անում եւ նշանակում։ Դուք չեք զարմանա, ես չեմ զարմանա, որ մի օր դուք սկսեք հայոյել, ուղիղ եթերում, որովհետեւ ձեր մակարդակը, ես եթե SMS եկավ, ես այդ դաստիարակությունը չունեմ։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։